Սիրելի ֆուտբոլասերներ, մենք վերադառնում ենք խաղային օրը մեզ մոտ շարունակվում է եւ երեկոյի արդեն վերջին հանդիպումն է մեր YouTube-յան ալիքի ուղիղ եթերում։ Ֆորտունան մրցում է Ադանայի դեմ, սա Գավաթի խաղարկության երկրորդ փուլի երկրորդ հանդիպումն է, քիչ առաջ կիսեզրափակչի առաջին մասնակցի անունը պարզ դարձավ, Աստոն Վիլան կարողացավ հետ խաղային 11 մետրանոց հարվածաշարում հաջող գտնվել ու հաղթել աշտարակին եւ հիմա երկրորդ հանդիպումն է, արդեն շատ զորեղ կազմով Ֆորտունան մրցում է Ադանայի դեմ, բայց Աստոն Վիլայի օրինակով կարող ենք նշել, որ Գավաթի խաղարկության այսպիսի ձևաչափը որպես այդպիսի հեղինակություններ չի ճանաչում եւ իհարկե Ադանան շատ լուրջ տրամադրվածություն ունի ու կփորձի այսօր հաղթել Ֆորտունային։ Եկեք հայտարարություններին ծանոթանանք, սկսեմ Ադանայից Սևակ Գալստյանը պաշտպանում է թիմի դարպաս համար 25, Տիգրան Շեկոյան 2, Վովա Պողոսյան 3, Արթուր Ղարիբյան 4, Արտաշես Թովմասյան համար 7, նա թիմի ավագն է, Դավիթ Թմոյան 8, Սարգիս Կիրազյան 9, Լևոն Թոպալ-Կարաջյան 10, Միսակ Սերոփյան 11, Արսեն Բարոյան 12 եւ Գրիգոր Պետրոսյան համար 99։ Հովանես Թովմասյանը պաշտպանում է Ֆորտունայի դարպաս համար 12, նա նաեւ թիմի ավագն է, Դավիթ Առաքելյան 5, Հարություն Մելքոնյան 19, Արություն Ալեքսանյան 23, Կարպիս Նալբանդյան 28, Տիգրան Հակոբյան 55, Նարեկ Գալստյան 77, Վալերի Բաբայան 88 եւ Ստեփան Հարությունյան համար 99։ Երկու թիմերն էլ Գավաթի խաղարկության իրենց առաջին խաղերում շատ լուրջ խնդիրներ չեն ունեցել եւ կարելի է ասել սա երկու թիմերի համար առաջիկա բարդ մրցավեճն է, որը սպասվում է միանշանակ եւ լուրջ պայքար է ընթանալու իհարկե եւ լուրջ մրցակցություն մենք տեսնելու ենք իհարկե Եվ հիմա փորձում է անդրադարձ կատարել թիմերի նախորդ խաղերում գրանցած արդյունքներին Ադանան 6 անպատասխան գնդակ է ուղարկել Բլեքստոնի դարպասը, վստահ հաղթանակ իհարկե եղավ Բլեքստոնի նկատմամբ եւ հիմա հետևենք այս գրոյի փորձին Իսկ Ֆորտունան 5-1 հաշվով կարողացավ հաղթել Լենինգրադին, Հարությունյանը հիմա գնդակով է, այս գրոյից հետո Առաքելյանը փորձեց աչքի եզրում պահել գնդակը, փաստացի լուրջ խնդիրներ թիմերը չեն ունեցել եւ շատ բարդ խաղեր են դեռ սպասելու, իհարկե ճիշտ է անկյունակարային, այսպես ասած կետեր, օրինակ Ֆորտունայի խաղում կարող ենք նշել, որ կային, օրինակ կարող են բերել Ֆորտունա նախ Լենինգրադի դեմ առաջին խաղակեսում դեռ կարող էր վճռել հանդիպման ելքը։ Դա չարեց, իսկ երկրորդ խաղակեսում Լենինգրադը կարող էր ներգործություն ունենալ խաղի ընթացքի վրա, բայց 11 մետրանոցը չկարողացան դիպուկ իրացնել, հավատացեք, այո, այդ գոլը շատ կփոխեր խաղը, բայց չեղավ։ Գրոյ են անցնում Ադանայի ֆուտբոլիստները փոխանցում դեպի Աչեզր, այո, շատ բաների մասին կարող ենք խոսել, այո, ֆուտբոլը բազմաշերտ է, իհարկե, բնականաբար մեկ դրվագը կարող է փոխել խաղը եւ կարող է նաեւ չփոխել, մի խոսքով ամեն ինչ հնարավոր է, եթե խոսում ենք 11 մետրանոցից, որը այդ խաղում կարող էր ինչ-որ բան փոխել եւ ավելի ծանրացնել հանդիպումը Ֆորտունայի համար, ապա պետք է նաեւ արդարության համաձայն նշել, որ Ֆորտունան էլ առաջին կեսում կարող էր վճռել հանդիպման ելքը։ Մի խոսքով շատ բարդ խաղ է երկու թիմերի համար, էլ Գավաթի խաղարկությունում հեշտ հանդիպումներ չեն լինում, համենայն դեպս մեծամասամբ չեն լինում եւ ոչինչ հնարավոր չի ասել, ֆավորիտներ նմանատիպ ձևաչափերում իսկապես պետք չէ փնտրել։ Հիմա տեսնենք փորձում է Բաբայանը հասնել գնդակին Ղարիբյանը հաջող դիմավորեց մրցակցին, ով ֆենոմենալ գոլ խփեց Բլեքստոնի դեմ խաղում, այս գրոյից հետո Հարությունյանը փորձում էր առաջ շարժվել եւ Արտաշես Թովմասյանն է խանգարում մրցակցին։ Այսօր դաշտում է այս գրոյից հետո Գալստյանը թողեց Հարությունյանին, արված ու եւս մեկ անկյունային կլինի, այսօր այս պայն դաշտում են 5 ռմբարկուներից 3-ը Ընդհանուր առաջնությունում Վալերի Բաբայանն է երրորդ տեղում 2 գոլով, Կարպիս Նալբանդյանն, Արսեն Բարոյանը եւս 2 ական գոլեր ունեն։ Վալերի Բաբայանը նաեւ 2 ասիստ ունի, բայց ամենաարդյունավետ ֆուտբոլիստը
մեկ այլ թիմից է Հար Էներջիից Կարլեն Այվազյանը, ով ճանաչվեց նաև առաջին փուլի լավագույն ֆուտբոլիստ։ Բարոյանը գնդակով է, հանում է պաշտպանությունից գնդակը, անկյունակցով դեպի Սերոփյանը, բայց չի կարող իհարկե հասնել գնդակին Սերոփյանը ու եզրային նետում Ֆորտունայի օգտին։ Գնդակով է դարպասապա Թովմասյանը, խորքից ուժեղ փոխանցում առաջ եւ կարող էր ասիստ նույնիսկ գրանցել Թովմասյանը, շատ լավ գտավ Հարությունյանին, բայց թույլ չտվեցին, Տոպալ Կարաջյանը խաղում է Սերոփյանի հետ, վտանգավոր է, տևեց արվոց ու շատ կարևոր էր այստեղ իհարկե արդյունավետ լինելը։ Վտանգավոր պայր բաց է թողնում հակագրող Ֆորտունան, բայց գոլ բաց չեն թողնում ու սա ազանգ էր պաշտպաններին, ճիշտ է Ֆորտունայի կազմը եւ մոտեցումը բնականաբար այնպեսին է, որ նրանք միշտ գնալու են առաջ եւ թիկունքում այս ազատ գոտիները ամեն դեպքում լինելու են։ Անկախ հաշվից իհարկե Ֆորտունան դժվար թե պաշտպանությունում շատ ուժեր կուտակի, Գալստյանը գնդակով է, տեղաշարժվում է դեպի ձախ եզր ու փոխանցում կատարում Հարությունյանի ուղղությամբ դեպի Տուգանայի հրապարակ եւ դուրս եկավ իր տեղից Գալստյանը ու խանգարեց մրցակցին։ Ուժեղ փոխանցում առաջ, Ադանան եւս մեկ հակագրո է կազմակերպել, շատ լավ փոխանցում էր Սերոփյանից դեպի Բարոյանը, սպասում են խաղանկերներին, տեսեք ինչ ազատություն է, որքան լայն գոտիներ կան Ֆորտունայի պաշտպանությունում, Տոպալ Կարաջյան փորձեց փոխանցել, բայց խլում է գնդակը Դավիթ Առաքելյանը եւ Ֆորտունան գնում է գրոյի, Գալստյան դաշտի կենտրոնում ընդունեց գնդակը ու դեպի ձախ եզր է փոխանցում Նալբանդյան, պահում է գնդակը Նալբանդյան, Առաքելյան դեպի կենտրոն, Գալստյանը տիրեց գնդակին, փոխանցում է կատարում ձախ եզր, Հարությունյան, Բաբայան, բայց թույլ չտվեցին Բաբայանին շրջվել, Առաքելյանը ամեն դեպքում գնդակով է, արվածում է հեռվից եւ շեղ ստացվեց այս փորձը։ Գնդակը Գալստյանը խաղի մեջ կմցնի, շատ բարձր տեմպով մեկնարկել է հանդիպումը, այսպիսի տեմպ անցած խաղում օրինակ չկար, միջև վերջել ամեն դեպքում ավելի զգուշավոր ու ցածր տեմպով հանդիպում էր եւ Բաբայանն այստեղ սխալ փոխանցում կատարում, վտանգավոր է դրությունը, բայց իր սխալն անձամբ ուղում է Բաբայանը փակելով Սերոփյանի այս հարվածը։ Ճիշտ է, եթե անցներ գնդակը Բաբայանից, ուղղակի կարելի է վստահ լինել, որ Թովմասյանը հանգիստ կվերցներ գնդակը, բայց միևնույն է այստեղ Բաբայանը հաջող գործեց։ Հակոբյան դեպի Նալբանդյանը ձախ եզր, եւս մեկ գրո ենք տեսնում Ֆորտունայից, փակում է Թովմասյան, ով շատ ակտիվ է պաշտպանությունում, Բաբայան եւ Ղարիբյանը հեռացնում է գնդակը, որքան հնարավոր է հեռու դեպի դաշտի միջին գոտի, երկրորդ հարկում պայքար Բարոյանի կողմից եւ եզրային նետում կտեսնենք Ֆորտունան անդադար փորձում է հարվածել մրցակցի պաշտպանությանը եւ մասամբ ստացվում է, բայց ամեն դեպքում Ադանան դեռ պաշտպանությունում կարողանում է հաջող գործել ու հակագրոների շանս Ֆորտունան տալիս է, շատ են սխալները, իրականում շատ կոպիտ սխալներ է հետևում, պետք է ուշադիր լինել, Բաբայան կենտրոնով գնում է առաջ, փոխանցում աջ եզր, Նալբանդյան, Գալստյան, պահել է գնդակը, Գալստյանը Նալբանդյանի տարբերակն ունի, փոխանցում հետևեց, միգուցե նաև հարված եւ խաղաղտում է արձանագրում մրցավարն այստեղ։ Տուգանային հարված շատ նպաստավոր դիրքում, ձեռքով խաղ կարծես թե տեսավ մրցավարն այնտեղ։ Եվ տեսնենք այս Տուգանային ինչպես Ֆորտունան կեզրափակի, որպես այդպեսին շատ հարմար դիրք չէ, բայց ամեն դեպքում վատ դիրքում էլ չէ գնդակը։ Առաքելյանը ձախ եզրից կիրասնի դեպի Բաբայանը, բայց Ղարիբյանն իհարկե կարդացել էր այն ինչ մտածել էին Ֆորտունայի ֆուտբոլիստները, հիմա էլ արձագանքեց Ղարիբյանը, Հակոբյանը միայնակ է այս պահին պաշտպանությունում, Տոպալ Կարաջյան, բայց սուլում է մրցավարը եւ խախտում է արձանագրում։ Այո, մեծ էր ցանկությունը գնդակ խլելու, փորձեց Տոպալ Կարաջյանը, բայց կար խախտում Հակոբյանի հետ պայքարում։ Թովմասյանն է գնդակը մտցնում խաղի մեջ, Պողոսյանն այստեղ արձագանքեց, հիմա Ադանայի միակ խնդիրը, երբ գրովում է Ֆորտունան, դա կենտրոնացումը չկորցնելն է, որևէ դրվագում, պետք է սպասել նաև շատ կրեատիվ գործողությունների, խախտում չի տեսել մրցավարը, Թովմասյանը գնդակով է փոխանցում դեպի Տոպալ Կարաջյանը, նորից Թովմասյան, բայց Նալբանդյանն է հաջող գործում այստեղ, գնդակով են մնալու Ադանայի ֆուտբոլիստները եւ հաջող խլում ենք տեսնում ու Ֆորտունան կարող է գնալ հակագրելու, Առաքելյան գլորում է գնդակը Գալստյանի առջև, անցավ այս փոխանցումը, Հարությունյան կարող է բացել հաշիվը, 1-0 Ֆորտունան առաջ է անցնում հաշվի մեջ։
պետք էր թույլ չտալ նմանատիպ հակագրո իհարկե Ֆորտունային, բայց եղավ ու այնտեղ Ադանայի ֆուտբոլիստն էլ բաց թողեց գնդակը ոտքի տակով եւ Հարությունյանը շատ արագ կարողացավ օգտագործել իր պահը։ Այո, դասեր քաղել է Ֆորտունան դեռ անցած խաղից, պայերի ռեալիզացիայի առումով եւ հիմա ավելի արագ են եզրափակում դրվագները։ Հարությունյանը խփում է առաջին գնդակն այս խաղում եւ հիմա կփորձի Ադանան իհարկե շտկել իրավիճակը։ Հարկված է, գնդակը առաջ է գնում Ղարիբյանն այստեղ փոխանցում դեպի Ազատ Խաղանկերը, գնդակը ձախ եզրում է, Թոփալ Կարաջան հետևեց փոխանցումը, Թովմասյանը վերցնում է գնդակը։ Այո, այս Ֆորտունային այնպես չէ, որ հնարավոր չէ գոլ խփելը, պարզապես պետք է ռեալիզացիա բարձրացնի Ադանան, Վալերի Բաբայան լավացում է 2-0, եւս մեկ գոլ Բաբայանը չափազանց հաջող է գործում, ցույց է տալիս հարված շրջանցում մրցակցին եւ իրական հարվածը կատարում միայն մրցակցին շրջանցելուց հետո եւ Ֆորտունան շատ արագ երկու գնդակ է ուղարկում Ադանայի դարպաս, իսկապես 10 րոպեում երկու գոլը միևնույն է արագ է համարվում, թեպետ միջև այդ բարձր տեմպով էր Ֆորտունան խաղում եւ Ադանան ամեն դեպքում պաշտպանությունում թույլ է տալիս մրցակցին, իսկ Ֆորտունան եթե համեմատենք խաղերն, ապա հիմա ավելի լավ է իր պայերը ռեալիզացնում եւ նույնիսկ հիմա այդքան շատ լավ պայեր չեն ունենում, որքան Լենինգրադի դեմ խաղում ունեին ու չէին օգտագործում, բայց այո, եւս մեկ սխալ Նալբանդյան եւ ուրախություն Ադանայի այստեղ Նալբանդյանը չհասցրեց, բարեհաջող փոխանցում կատարել, Բարոյանը թողնում է գնդակը Խաղանկերոջը, Սերոփյանն այստեղ է, աչքի եզրում եւ փոխանցում դեպի Պողոսյան։ Հենց խոսքը սկիսատ մնաց, գոլը ընդհատեց, Ֆորտունային այնպես չէ, որ հնարավոր չէ գոլ խփել, այո, լինում են դեպքեր, երբ պաշտպանությունն այնպես է փակվում, որ ընդհանրապես բարդ է գտնել տարբերակ այնտեղ ներխուժելու, բայց Ֆորտունան ինքնին շատ ռիսկային խաղաոճով թիմ է, նման ազատ բարձր տեմպով գրոները Սերոփյանն է հիմա հարվածում չստացվեց, նման լայն գործելը, բարձր տեմպով խաղալը ցանկացած թիմի մոտ է պաշտպանությունում խնդիրներ բերում, դուք դա շատ լավ գիտեք իհարկե եւ նման պաշտպանություն հակագրով ներխուժելը շատ հեշտ է եւ շատ հավանական է, որ հենց այդ տարբերակով Ադանան գոլ խփի։ Տեսեք որքան լայն են բացվում Ֆորտունայի ֆուտբոլիստները, ստացվեց Հարությունյանի այս գործողությունը, բայց նա արդեն այսօր մեկ գնդակ ուղարկել է մրցակցի դարպասը եւ Վալերի Բաբայանը շարունակում է իր արդյունավետությունը բարձրագույն դիվիզիոնում փայլուն ֆուտբոլ խաղալուց հետո Վալերի Բաբայանը հիմա էլ փորձում է գավաթում լավ գործել, Առաքելյան հրաշալի է, շարված ենք տեսնում Գալստյանը հետ մղեց գնդակը, Զիդանի նարքով շրջանցեց մրցակցին Առաքելյանը եւ ինչու է ներողություն խնդրում այստեղ ընդհակառակը պետք է Առաքելյանին ծափարել իհարկե այսքան հաջող գործելու համար, բայց սա էլ իհարկե որակ է ցույց տալիս բնականաբար ֆուտբոլիստը չի օգտագործել պահ, չի գրավել դարպասը եւ ընդունում է որ ձախողել է, դա շատ կարեւոր է այդպես մտածելն իհարկե։ Աչքի եզրում է գնդակը, Ադանան է գնում առաջ, լավն էր մտաղացումը, Թոփալ Կարաջյանը պահել է գնդակը, թույլ է տալիս մրցավարը շարունակել, Տուգանային հրապարակում է Բաբայանը հաջող գործեց, Գալստյանը ուղարկում է գնդակը Վալերի Բաբայանին եւ այստեղից ուժեղ փոխանցում առաջ, բայց այս անգամ թերագնահատեց, ավելի ճիշտ գերագնահատեց ներողություն խաղանկերների արագությունը Բաբայանը։ Պետք է նորից խաղարկել Գալստյանը դա կանի Վալերի Բաբայանի, սա արդեն երրորդ գնդակն էր եւ նա հավասարվում է Վայկ Արապետյանին Այաքսից, իսկ Այաքսը դուրս է մնացել մրցաշարից, այնպես որ Բաբայանը կարող է այսօր նաեւ իր տեղը երկրորդ հորիզոնականում ամրապնդել։ Խուրան պայքար է Հարությունյան, Գալստյան հետևեց Սորված ու գնդակը հայտնվեց, այո, ցանցում այստեղ թվաց որ չհայտնվեց, բայց ցանցի այդ հատվածը պատրված էր եւ 3-0 Այսպիսի իրավիճակ Ֆորտունան երրորդ գնդակն է խփում, տեսողական խաբկանք եղավ։ Եվ Նարեկ Գալստյանը երրորդ գնդակն է ուղարկում Ադանայի դարպասը եւ բացում իր գոլերի հաշիվը Ֆորտունայի կազմում։ Իդեպ Վալերի Բաբայանը ընդգրկվել էր խորհրդանշական հավաքականում մրցաշրջանի բարձրագույն դիվիզիոնի կիսապաշտպանությունում Ղարիբյանն է փորձում եւ վատ միտք չէր։ Աչքի եզրում է գնդակը։ Արկում են
Փորձում առաջ գնալ Ֆորտունայի ֆուտբոլիստները Գալստյանը աչքի եզրում պահեց գնդակը դեպի կենտրոն փոխանցում Վալերի Բաբայան Նալբանդյան հետևեց արված եւ Ֆորտունան այս գոլով կարող ենք ասել փակում է բոլոր հարցերը վերջնականորեն 14-րդ րոպե եւ 4-0 Կարպիս Նալբանդյան այս անգամ եւ նրա երրորդ գնդակը եւս տեսնում ենք այս խաղարկությունում գերարդյունավետ է Ֆորտունան իհարկե լավ վիճակագրություն ունեն այս գավաթի խաղարկությունում Թեպետ այլ կերպ խաղը կարող էր գնալ, բայց արդեն այս բային համենայն դեպս շատ ուշ է։ 9 գոլ է Ֆորտունան արդեն խփել գավաթի խաղարկությունում, 2 խաղ 9 գնդակ, ընդամենը 1 բաց թողած։ Ճիշտ է այս արդյունքից եւ ավելի լավ արդյունք ունի Հարեներժինով, 1 խաղում է 10 խփել եւ 1-ը բաց թողել ընդամենը։ Տոմարված դարպասից կլինի։ Ստացվում է, առայժմ ստացվում է Ֆորտունայի մոտ համադրել գեղեցիկ ու արդյունքը, շատերը զոհում են գեղեցիկ ֆուտբոլն իհարկե արդյունքի համար, ինչը եւս հասկանալի է, ընդունելի է բնականաբար, բայց Ֆորտունայի մոտ ստացվում է եւ գեղեցիկ ֆուտբոլ խաղալ եւ արդյունքն ապահովել։ Տեսնենք, ճիշտ է, ոչինչ պետք չէ բացառել, ֆուտբոլում ամեն բան հնարավոր է, բայց նայելով հանդիպման տրամաբանությանը դժվար թե հանգստանա Ֆորտունան այսքանից հետո, դա էլ պետք է հաշվի առնել, շարունակում են նույն կերպ բարձր տեմպով խաղալ։ Արիբյան պաշտպանության ձախ թևում է փոխանցում դեպի Աչիեզր եւ խլում է գնդակը Ակոպյանն այստեղ, բայց չստացվեց լավ փոխանցում կատարել Աչիեզրում է գնդակը Շեկոյան եւ դարպասապան է Թովմասյան այստեղ տիրում գնդակին Արաքելյան դեպի կենտրոն է տեղաշարժվել Արաքելյանը եւ Ղարիբյանն է տիրում գնդակին Տեսնենք ինչպես կստացվի այս գրոհը Եզրային նետում է ցույց տալիս մրցավարը, ինչ հետ համաձայն չէին Ադանայի ֆուտբոլիստները Արաքելյան եւ շատ լավ փոխանցում դեպի Սերոփյանը ձախ եզր Տեսնենք Սերոփյանից շատ բան է կախված, նրա արվածները լավն են, կարող է արժևում իրավիճակ փոխել, հետևեց հարված, բայց Թովմասյանն է այստեղ տիրում գնդակին Կարիբյան եւ եզրային նետում է վաստակում Ադանայի ֆուտբոլիստը Պողոսյան մանր քայլերով կգնա առաջ Վովա Պողոսյանը հետևում է փոխանցում փակված է Գալստյան հետ թողեց գնդակը խաղանկերոջը եւ այստեղից դեպի Հարությունյանը Բաբայանը բացվում է Հարությունյան Մտնում է Տուգանային դրա պարակ, բայց ստացվեց այն ինչ մտածել էր Հարությունյանն այստեղ Արիբյան անկյունագծով դեպի ձախ եզր Տեսնենք այս գրով ինչպես կստացվի հետևեց փոխանցում Ալեքսանյանը վստահորեն հեռացնում է գնդակը Թմոյան ու դեպի Աչիեզր է գալիս գնդակը այստեղից փոխանցում եւ Թովմասյանը վերցնում է գնդակը դարպասապան այստեղ հաջող գործեց Արաքելյան դեպի ձախ եզր Ֆորտունան փորձեց գնալ առաջ Ստացվեց, հետևեց եւս մեկ փոխանցում ու Թովմասյանը հեշտությամբ վերցնում է գնդակը Տեսնենք այս փորձն արդեն ինչպես է ստացվելու Դարպասապա դուրս է գալիս իր տեղից ու վերցնում գնդակը Այո, չենք կարող համեմատել Այսօրվա երկու խաղերը հեռվից հարված հետևեց բնականաբար չենք կարող համեմատել, քանի որ տարբեր իրադարձություններ տեղի ունեցան, տարբեր հաշիվներ, տարբեր սցենարներ Բաբայան շարժում է առաջ Կենտրոնով Վալերի Բաբայան թողնում է Նալբանդյանին եւ եւս մեկ գնդակ Բաբայան Նալբանդյան զույգը շարունակում է գոլեր հարարել 5-րդ գնդակը Ֆորտունայի եւ հատում են ընդհանուր գավաթի խաղարկությունում գոլերի առաջին տասնյակը երկու խաղում 10 գոլ Ֆորտունայից 5 գնդակ Լենինգրադի հետ խաղում 50 եւ ավել րոպեների ընթացքում էր Ֆորտունան խփել եւ
այս խաղում արդեն 18 րոպեում հասցնում է սան էլ զսպանակի պես կարելի ասել բացվեցին ու խաղի կտրվածքով ոչ թե իրավիճակի կարողացան ազդեցություն ունենալ իհարկե դիմակայության ելքի վրա բնականաբար արդեն ունեն ազդեցություն հակառակը չպետք է պնդել իհարկե Փոխանցում դեպի ձախ եզր Նալբանդյան ուղարկում է գնդակը Գալստյանի ուղղությամբ վերջինս դեպի աջ եզր փոխանցեց Արաքելյան Վալերի Բաբայան Պահում է գնդակ հետևեց փոխանցում բայց Հարությունյանը չկարողացավ եզրափակել հարված դարպասից է լինելու Ուժեղ փոխանցում է գալիս առաջ Ալեքսանյան դեպի ձախ եզր Վալերի Բաբայան տիրում է գնդակին լավ փոխանցում ստացվեց Հարությունյան եւ հաստատում է 11 մետրանոց Պահանջում են դիտել կրկնապատկերը Ադանայի ֆուտբոլիստները Տեսնենք Թովմասյանը կարողացի է դժվար թե դարպասապա ուղակի եկած լինի այնտեղ կա Սուլիչը Թովմասյան եւ հորիզոնական դարպասաձողին է արվածում Թովմասյանը դատարկ է Ֆորտունայի դարպասն այս րոպեներին եւ Ֆերվից Տոփալ Կարաջյանը փորձեց բայց գնդակը չգնաց դեպի դարպասը Թովմասյան դեպի Բաբայանը Վերջինս պահում է գնդակը եւ Բարոյանը հաջող գործեց Կրունկով փոխանցում արված ու շատ գեղեցիկ գոլ ստացվեց Ադանայից իսկապես լավ խաղարկում էր եւ կրճատում են հաշվի տարբերությունը եւ նորից Ֆորտունան 4 հանդիպում չի անցկացնի Հակոբյան պաշտպանությամբ կենտրոնում է փոխանցում աջ եզր Ալեքսանյան Արաքելյան ուժեղ փոխանցում առաջ Վալերի Բաբայանն է առաջ շարժվում թողնում է գնդակը Հարությունյանին մոտ էր եւս 11 մետրանոց վաստակելուն բայց այս անգամ փոշմանեց Հարությունյանը դեպի Տուգանայինի մատույցներ Սերոփյանն է առաջ շարժվում Եվ ուժեղ ստացվեց այս փոխանցումը Շեկոյանը ձախ եզրում է անկյունագծով առաջ ուղարկեց գնդակը Տոփալ Կարաջյան Սերոփյան Շեկոյան պահում է գնդակը փոխանցում Տոփալ Կարաջյանին օթային եւս մեկը բայց Հակոբյանը խանգարեց որոշակիորեն Հետո չստացվեց ավելացնել ամեն դեպքում Գնում է առաջ Եվս մեկ գրով Ձախ եզրում է գնդակը Այստեղից դեպի Տուգանային Շեկոյանը պահում է գնդակը Ադանան լավ պաշտպանվեց Փոխանցում դեպի ձախ եզր Տոփալ Կարաջյան Թմոյան Աջ եզրում է Տոփալ Կարաջյան դեպի Սերոփյանը բայց Արաքելյանն հասցնում է այստեղ Ադանան այսպիսի պահերից պետք է կարճի իհարկե ֆուտբոլիստներն էլ դա հասկանում են Գալստյան
Գնում է առաջ, աչից բացվում է Վալերի Բաբայանը, ստացավ գնդակը, տվեց փոխանցում, բայց առաջ շարժվել չստացվեց այստեղ Նալբանդյան, հերվից սարվածում է Նալբանդյանը, բայց չստացվեց դիպուկ գտնվել այստեղ։ Պահում է գնդակը, Պալ Կարաջյանը, շարժվում ու առաջ է տվեց փոխանցում, բայց անդրադարձ եղավ այստեղ Բաբայան, Սերոպյան, պահում է գնդակը, Բարոյան, դեպի Սերոպյանը, լավ փոխանցում է շարված ու Թովմասյանն է փրկում իր թիմին, տանգավոր ևս մեկ պա տեսանք այս խաղում, Աչ եզրից ստանդարդ, տեսնենք ինչպես կստացվի, հետևեց փոխանցում մի քանի անդրադարձ, Նալբանդյան փորձեց գնալ առաջ, Թովմասյանն է աչ եզրում տիրում գնդակին, հետևում է արված, բայց դիպուկ չստացվեց, այս փորձը թույլ կտա մրցավարը խաղարկել գնդակը, կանի դարպասապա Թովմասյանը, փոխանցում դեպի ձախ եզր, Գալստյան, Նալբանդյան, պատասխան փոխանցումը դեպի Գալստյանին, փափուկ արված և դարպասաձողն է փրկում ու դարպասապան էլ տիրեց գնդակին, շատ գեղեցիկ կստացվեր։ Առաքելյան, թողնում է գնդակը Վալերի Բաբայանին, Առաքելյան, հետևեց հերվից փորձ ու գնդակը հայտնվեց ցանցում, ամեն դեպքում հայտնվեց գոլը Առաքելյանից էր թե խաղանկերոջից դա մենք հետո կհասկանանք, հպում այնտեղ կար թե ոչ այդ մասով։ Ցավալա դեռ չի ավարտում խաղակեսը։ Եվ վերջ։
Սիրելի ֆուտբոլասերներ, մենք վերադառնում ենք, շարունակում ենք հետևել Ֆորտունա Ադանա գավաթային մրցավեճին, երկրորդ փուլի հերթական հանդիպումն է սա եւ առաջին խաղակեսից հետո Ֆորտունան լուծել է տեսականորեն բոլոր եւ գործնականում նաեւ բոլոր խնդիրները։ Հաջորդ փուլ գնալու հարցում մեկ թիմ ունենք արդեն կիսեզրափակիչում, դա Ասթոն Վիլան է, կարծես թե երկրորդ թիմը կլինի Ֆորտունան եւ երրորդ զույգը ԼՂ Հար Էներջի, այնտեղ Հար Էներջին ֆավորիտ է, բայց ամեն դեպքում ամեն ինչ հնարավոր է։ Թովմասյանն է հասնում գնդակին, դարպասապահ առաջ ուղարկեց։ Դեպի աջ եզր է գալիս գնդակը, Վալերի Բաբայան, դեպի կենտրոն ուղարկեց, Պողոսյան, ուղարկում է գնդակը Բարոյանին, խանցում դեպի ձախ եզր, Տոպալ Կարաջյան, պահում է գնդակը, ուղարկեց առաջ, Պողոսյան, աջ եզրում է, թողեցին Բարոյանին գնդակը, և խաղթում կա այստեղ ինչն արձանագրում է մրցավարը։ Տեսնենք ստանդարտը ինչպես կստացվի, հետևեց փոխանցում, դարպասապահ Թովմասյանը վերցնում է գնդակը։ Եվ հետևում է փորձ, շոտ վտանգավոր էր, Թովմասյանը հետևում գնդակը, փորձեցին Ադանայի ֆուտբոլիստները եւ շարունակում են փորձել իհարկե ազդեցություն ունենալ ելքի վրա, նորից եմ նշում, ոչինչ չպետք է բացառել իհարկե, բայց հանդիպման տրամաբանությունը հուշում է այն մասին, որ Ֆորտունան շատ մեծ քայլ է կատարել իհարկե դեպի հաջորդ փուլ եւ կփորձի ամրապնդել իր ներկայիս առավելությունը։ Բնականաբար աջ եզրում է գնդակը, Հակոբյան հետևեց փոխանցում, Ղարիբյանը փակում է, Գալստյան փորձեց ձգվելու հասնել գնդակին դեպի աջ եզր, Առաքելյան, պահում է գնդակն Առաքելյան, հետևեց փոխանցում, Պողոսյանը հեռացնում է, Ֆոթային փոխանցում, անդրադարձ դարպասապահը վերցնում է գնդակը։ Եվ Շեկոյան ընդունեց գնդակը, հետևում է փորձ հասցրեց Ալեքսանյանը փրկել դրությունն այստեղ, Ղարիբյան տիրում է գնդակին Ադանայի ֆուտբոլիստը ձախ եզրում է, բայց սայթակեց, շարունակում է գնալ առաջ, Ղարիբյանը հեռվից փորձ եւ Թովմասյանը ֆիքսեց գնդակը, ամեն դեպքում ֆիքսեց։ Եվ եզրային նետում կլինի։ Բաբայան ձախ եզրում է, ուղարկեց գնդակը կենտրոն, Հարությունյան, փոխանցում դեպի աջ եզր, այստեղից փոխանցում, անդրադարձ եղավ, Ադանայի ֆուտբոլիստներն են գնում առաջ, Սերոփյան կփորձի հասնել այս գնդակին, ազատվեց գնդակից, բայց Հակոբյանը իհարկե շատ լուրջ էր ճնշում եւ այստեղ որպես պաշտպան բնականաբար ուներ ստանդարտ առավելություն, ինչից կարողացավ Հակոբյանը իհարկե լավ օգտվել ու թույլ չտալ մրցակցի արձակվողին անել ավելին այս դրվագում։
Մարկոնյան ձախ եզրում է, այստեղից փոխանցում առաջ, Ղարիբյանն է տիրում գնդակին, Հարությունյանն է փորձեց խլում կատարել, Ղարիբյան միևնույն է, շարժվում է առաջ կենտրոնով, տեսնենք հարված, հետևեց Սոնրադարձ եղավ, բայց գնդակը ցանցում չհայտնվեց ամեն դեպքում, շատ ակտիվ է սկսել Խաղակես Ադանան, բայց իհարկե պայրը չի ստացվում դեռ օգտագործել, Հերվից փոխանցում, Շեկոյան անդրադարձ ու Գալստյանը վերցրեց գնդակը փոխանցում է կատարում աչի եզր Պողոսյան անկյունագծով դեպի Բարոյանը Բարոյան խաղում է Սերոպյանի հետ Վերջինս առաջ ուղարկեց Գալստյանն է հեռացնում այստեղ գնդակը Ղարիբյան ևս մեկ գրոյ է գնալու Ադանան Գալստյանն աչի եզրում է Տոփալ Կարաջյան այդ փոխանցում դեպի Թովմասյանը Վերջինս առաջ ուղարկեց գնդակը Բաբայանը փակում է Թովմասյան մնաց միևնույն է գնդակով հետևեց փոխանցում եւ չստացվեց Սերոպյանի մոտ Արված դարպասից կլինի Ալբանդյան պողում է գնդակը և եզրային նետում կլինի Գալստյան ներողություն պողում է գնդակը Գալստյան հետևեց փոխանցում առաջ Պողոսյանը հեռացնում է գնդակը Ղարիբյան ուժեղ փոխանցում առաջ Թույլ է տալիս մրցավարը շարունակել Շեկոյան, հետևեց արված ու գնդակ ուղարկեց ցանցը Շեկոյանը, ևս մեկ գոլ է խփում Ադանան, երկրորդն արդեն այս խաղում, 4 գնդակի տարբերություն է հիմա, բայց վնասված ստացած ֆուտբոլիստ կա, հուսանք, որ շատ լուրջ վնասվածք չէ, կստացվի շարունակել հանդիպումը
Սիրելի ֆուտբոլաստերներ, շարունակում ենք հետևել հանդիպմանը, մի փոքր երկար դադար տևեց։ Տեսնենք մնացած ժամանակահատվածը ինչպես է ստացվելու։ Գրոյ են անցել Ադանայի ֆուտբոլիստները, համար պայքար է, Բարոյան Նաչի եզրում է և աղտում չի տեսել մրցավարն այստեղ, Նալբանդյան դեպի Ակոպյանը ձախ եզր, բայց այս փոխանցումը սխալ ստացվեց, Ղարիբյան տիրել է գնդակին և Շեկոյանի ուղղությամբ փոխանցում կատարեց անկյունագծով դեպի Բարոյանը։ Շեկոյան նորից պահում է գնդակ իր մոտ Շեկոյան, հետևեց փորձ, բայց դարպասապա Թովմասյանն է վերցնում գնդակը։ Շատ բարդ հարված չէր, իհարկե Մելքոնյան անցկացրեց գնդակը Պողոսյանի ոտքերի արանքով և Ղարիբյանը հեռացրեց գնդակը եզրային նետում կլինի։ Մելքոնյան ձախ եզրում է, թողնում է գնդակը Ակոպյանին, դեպի վերջնես կենտրոն ուղարկեց գնդակը, Վալերի Բաբայան, Հարությունյանի ուղղությամբ փոխանցում, խլում են գնդակը Ադանայի ֆուտբոլիստները, Շեկոյան, պահում է գնդակը Ադանան իր մոտ, Մելքոնյանից պրեսինգ, ազատ է Հարությունյանը, սպասելու էր փոխանցման, գալիս է ամեն դեպքում գնդակն Հարությունյանին դարպասապա հաջող գործեց, Ղարիբյան, փոխանցում դեպի Թմոյանը ձախ եզր, և Բաբայանն այստեղ լավ պայքարեց, Արաքելյանն է առաջ շարժվում, դեպի Հարությունյանը, Հարությունյան և ևս մեկ գնդակ Ֆորտունայից այս խաղում նորից կարողանում են գոլ խփել և Հարությունյանը հաջող եզրափակում տվեց։ Չափազանց արդյունավետ խաղ է իհարկե Ֆորտունան այսօր անցկացնում։ Դեպի աչի եզր Շեկոյան, Բարոյան, ընդունեց գնդակը, Թովմասյանն այստեղ իհարկե իր տեղում էր, գնում է առաջ Ֆորտունան, բայց Ղարիբյանն է փակում այստեղ գնդակի ճանապարհը և հիմա կփորձի իր թիմի գրոնն ավարտել, դեպի Տուգանային հրապարակ փոխանցում, պահելու է գնդակը Ադանան, ոչ, այս փոխանցումը արդեն չստացվեց և Գալստյանն է գնդակով եզրային նետում կտեսնենք, գնդակը խաղի մեջ է մտցնելու Արաքելյանը, այդ փոխանցում հետևեց Ալեքսանյան և խախտում է արձանագրում մրցավարն, այստեղ ում կողմից ցույց տվեց մրցավարը, Ալեքսանյանն է կարծես թե խախտել, հավասար գնացին ֆուտբոլիստները միմյանց վրա իհարկե կար այստեղ խախտում ամեն դեպքում։ Եվ տեսնենք ստանդարտը ինչպես կստացվի, ձախ եզրից Ադանան է իրացնում։ Կա մրցավարի սուլիչը։ Ղարիբյան, ձախ եզրից հետևեց փորձ Շեկոյանը, կարծես թե մի փոքր շեղեց գնդակի ուղղությունը, բայց Թովմասյանը ամեն դեպքում իր տեղում էր, հեռացրեց գնդակը և ձախ եզրից անկյունային կլինի։ Տեսնենք Ադանայի ստանդարտը, ինչպես է ստացվելու, հետևեց փոխանցում, Շեկոյան արվածում է և Թովմասյանը փրկեց։ Այս դրվագը մի փոքր առանձնացավ այս խաղից, իհարկե շատ լավ փոխանցում, արված ու սեյվ, միանգամից 3 հաջող գործողություն շղթայաբար տեսանք։ Արժանանում է ծափահարությունների։ Թովմասյան իսկապես շատ գեղեցիկ սեյվ էր, Շեկոյանի հարվածն է լավն էր, փորձում էր դուբլ ձևակերպել։ Կա փոխանցումն այստեղ։ Արաքելյանն է տիրում գնդակին, Տուգանային հրապարակում է և փոխանցում առաջ, Մելքոնյանը շեղեց գնդակի ուղղությունը, բայց Թովմասյանն է տիրում գնդակին։ Եվ հետևեց փոխանցում, Շեկոյան ու գնդակը ցանցում է, Թովմասյանը փրկել դրությունն այստեղ չկարողացավ։
Երրորդ գնդակն է Ադանան ուղարկում Ֆորտունայի դարպաս։ 4 գոլի տարբերություն կա։ Բայց ստացվում է նորից կրճատել։ Մելքոնյան փոխանցում հետ դեպի պաշտպանության ձախ եզր ընդունեց գնդակը։ Հակոբյանն այստեղ եւ Գալստյանին է փոխանցում դեպի Նաչ եզր։ Նորից Գալստյան, Առաքելյան, բայց չստացվեց պայել գնդակը, Ղարիբյանն է այստեղ, առաջ է ուղարկում Ալեքսանյանը, իհարկե հեշտությամբ կտիրի գնդակին, այդ փոխանցում դեպի դարպաս ապա Թովմասյանը վերջինս կախում է գնդակն առաջ, Վալերի Բաբայան ձախ եզրում է, մտնում է Տուգանայի նրա Պարակ Բաբայանը եւ դարպաս ապա Գալստյանը վերցրեց գնդակը։ Փոխանցում առաջ Գալստյան, հետևեց հարված ու Ղարիբյանը ձեռքով է գործել, 11 մետրանոց է նշանակում մրցավարը։ Եվս մեկ 11 մետրանոց այս խաղով նորից Ֆորտունան է իրացնելու, երկու խաղում Ֆորտունան արդեն 5-րդ 11 մետրանոցն է ընդունել այստեղ երկու իմաստ ունի, օրինակ Լենինգրադի դեմ մեկից պետք է պաշտպանվեին, այդ հարվածը դիպուկ չստացվեց, բայց այդ խաղում 3-11 մետրանոց եղավ, երկուսը Ֆորտունայի օգտին։ Հիմա 2-11 մետրանոց էլի Ֆորտունայի օգտին, մեկը չեն իրացրել, Թովմասյանը դարպասապան է հարվածել, չգրավեց դարպասը եւ երկրորդ փորձը, բայց իհարկե էլ Թովմասյանին կարծում եմ շանս չեն տա։ Չել ցանկանում Թովմասյանը, այսպես ավելի ճիշտ կլինի ասել։ Ու տեսնենք, Մելքոնյանը կարծես թե կհարվածի։ Այո, Մելքոնյանն է հարվածելու, կա մրցավարի սուրիչը, տեսնում ենք հարված ու գնդակը հայտնվեց սանցում, գուշակել էր հարվածի ուղղությունը։ Դարպաս ապա, բայց դա չօգնեց փրկել դրությունը։ Ղարիբյան փոխանցում առաջ, Հակոբյան տիրում է գնդակին, դեպի կենտրոն Բաբայան, դեպի Տուգանային նրա Պարակ ու դարպասապա հեռացրեց, Շեկյանը շեղում է գնդակի ուղղությունը, շատ գոլառատ հանդիպում ստացվեց, 11 գոլ արդեն այս խաղում տեսել ենք, որից 8-ը պատկանում է Ֆորտունային եւ հիմա Ադանայի գրոն է սա, Շեկոյան Պահում է գնդակը Շեկոյանը, փոխանցում դեպի Նաչ եզր, Բարոյան, հետևեց օդային փոխանցում, Թովմասյանը հեռացնում է գնդակը, խախտում արձանագրեց մրցավարը, բայց Ադանայի ֆուտբոլիստի կողմից այստեղ Գալստյանն է խաղարկում գնդակը, Առաքելյան աչի եզրում է, փոխանցում դեպի Գալստյանը, վերջինս աչի եզր ուղարկեց գնդակը, Նալբանդյանն, Առաքելյան, միգուցե արվածի Առաքելյանը ձախ ոտքով, ոչ, դեռ պահում է գնդակը, փոխանցում, Բաբայանը շրջադարձ արված փորձեց, բայց չի ստացվում և Պողոսյանն աչի եզրում է, Եվ այս փոխանցումը բաժին է հասնում Մելքոնյանին, ով դաշտի միջին գոտում իջեցրեց գնդակը եւ գլորում է դեպի Նաչ եզր, Նարեկ Գալստյան այստեղից փոխանցում Թովմասյանը փակում է գնդակի ճանապարհ։ Այո, առաջին խաղակեսի առաջին հատվածը միջև առաջին գոլը Արությունյանի Ադանայի մոտ ամեն ինչ իսկապես հայհավարի փորձ եմ ասել, ընտիր էր ստացվում։
բայց եղավ առաջին գոլը, որից իսկապես կարելի էր խուսափել, այնտեղ գնդակը պաշտպանի ոտքի տակով անցավ ու ասավ Հարությունյանի մի խոսքով եւ ստացվեց այսպես։ Բարոյան միգուցե գոլով եզրափակի Ադանան չի հասցնում Տոպալ Կարաջյանը հարվածել։ Արաքելյան շարժվում է առաջ Դավիթ Արաքելյանը եւս մեկ հաջող գործողություն դեպի Աչիեզեր Մելքոնյան եւ Թովմասյանն է տիրում գնդակին Արտաշես Թովմասյան ձախ եզրով վարագություն է զարգացնում Թովմասյանը փոխանցում է կատարում դեպի կենտրոն եւ այստեղից դեպի Բարոյանն Աչիեզեր մեկ հպումով փոխանցում չստացվեց եզրափակել Արված տարպասից կլիրի Խաղարկում է գնդակը, Գալստյանը դեպի Աչիեզեր ուղարկեց փակեցին ու եզրային նետում կլինի Գալստյան դեպի Տուգանայի նրա պարակ, հետևեց փոխանցում անդրադարձ եւ ինքնագոլ է գնանցվում այս խաղում Սա չենք տեսել, սա էլ եղավ Երեք րոպե միջև հիմնական ժամանակի ավարտը Կարիբյան Եվ տեսնենք հետևեց հարված ու գնդակը քիչ էր մնում հայտնվեր դարպասում Շատ են չօգտագործած պահերն այս խաղում, իսկապես չափազանց շատ Հետևեց փոխանցում առաջ Դեպի Տուգանայինի մատույցներ Վերջին գրողներից մեկն է այս խաղի զարգանում Վալերի Բաբայան փորձում է հասնել գնդակի, բայց չստացվեց դա անել Կարիբյան պահում է գնդակը Մանր քայլերով շարժում առաջ Դեպի Բարոյանը փոխանցում հետևեց Պահում է գնդակը Բարոյանը Վարված դարպասից կլինի Ուժեղ փոխանցում առաջ Սա նույնիսկ հարվածի նման էր Վալերի Բաբայան, բայց Կարիբյանը թույլ չի տա իհարկե Դարպասապահ վերցրեց գնդակը, ուժեղ նետում առաջ և գնդակը Ադանան տեղափոխեց մրցակցի պաշտպանություն, բայց Ֆորտունայի ֆուտբոլիստները հաջող են գործում, Արաքելյան դեպի առաջ և այստեղ է դարպասապահ վերցրեց գնդակը, Ալբանդյանը փորձեց Իհարկե որսալ գնդակն այստեղ, որսորդի պես կարճել գնդակից, բայց ամեն դեպքում այս անգամ չստացվեց Արաքելյան և Շեկոյանը Բարոյանին է հասցեագրում գնդակն Աչիեզեր Վերջինս կենտրոնում է Ձախ եզր տեղափոխեց գնդակը, գեղեցիկ փոխանցման փորձ էր չստացվեց Բարոյան Մնում է գնդակով, հետևեց փորձ և չստացվեց Տեսնենք Աչիեզրից ինչպես կստացվի ստանդարտը Կա փոխանցում է, հեռացված է գնդակը Պողոսյան և Մելքոնյանն է փորձում կարճել գնդակից Շարունակում է Ադանն իր գրողը Շեկոյան Լավ գործեց, փոխանցում և Բարոյանն է հարվածում, Թովմասյանը վերցրեց գնդակը, նետում առաջ Նարեկ Գալստյան Ձախ եզրում է, հետևեց փոխանցում, բայց չստացվեց
խլում են գնդակը Ադանայի ֆուտբոլիստները, բայց Թովմասյանը կորցրեց, Բաբայանը կնետի եզրից, Նալբանդյանի հետ է խաղարկում, Կարպիս Նալբանդյան աչի եզրում է փոխանցում եւ Ղարիբյանը պայեց գնդակն ու առաջ է ուղարկում։ Եվ վերջ, մրցավարն ավարտում է։ Հանդիպումը շնորհակալություն խաղային օրվա համար, Ֆորտունան եւս գնում է կիսաեզրափակիչ, այսօրվա համար այսքանը, բարի գիշեր եւ ամենայն բարիք բոլորիդ։